Բոլորս էլ կյանքում գոնե մեկ անգամ ունեցել ենք դեժավյու։ Դա այն երևույթն է, որ ժամանակ ինչ-որ բան է տեղի ունենում ու մեզ թվում է, որ այդ պահը նախկինում էլի է եղել։ Սա գիտնականները բացատրում են որպես սխալմունք ուղեղի կողմից։ Երբ որ մենք ականատես ենք լինում ինչ-որ երևույթի, ուղեղում ակտիվանում է միանգամից երկու համակարգ։ Առաջինը փորձում է հասկանալ ինչա կատարվում, իսկ երկրորդի ֆունկցիան կողմնորոշվելն է, թե արդյոք այս երևույթը մեզ ծանոթ է, թե ոչ։ Օրինակ, եթե ես լսարանում նստած լինեմ, դուռը բացվի ու ինչ-որ մարդ ներս մտնի, իմ ուղեղի առաջին համակարգը հասկանում է, որ դուռը բացվեց ու այս մարդը ներս մտավ։ Երկրորդը փորձում է իմ հիշողությունների մեջ գտնել այդ պահը։ Սովորաբար այս երկու համակարգերը ակտիվանում են նույն պահին, բայց երբեմն մի քանի վայրկյանի կամ միլիվայրկյանի պատճառով մեզ թվում է, որ այդ պահը նախկինում էլի է եղել։ Մինչդեռ դա ընդամենը շփոթմունք էր։ Իսկ եթե մոռանանք գիտությունների մասին ու պատասխանը փորձենք գտնել մեր երևակայության մեջ, բոլորիս մտքին առաջինը վախենալու չբացահայտված իրականություն է հայտնվում։ Շատերը հավատում են, որ մենք ապրում ենք ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ, իսկ դեժավյուն պահ է, որ պատահաբար ուղղակի հիշում ենք նախորդ կյանքից։ Ըստ այս վարկածի, մահից հետո հոգին վերածնվում է նոր մարմնում, իսկ նախորդ կյանքի մասին հիշողությունները ջնջվում են։ Մարդիկ սրան հավատում են, որովհետև որոշ դեպքերում, հատկապես երեխաները հիշում են բաներ, որ երբեք չեն տեսել ու չեն լսել։ Խոսում ենք ռեինկարնացիայի մասին, մաս 2։